Մեր նախորդ թողարկմանը գնացել էինք Լուսինեի ընտանիքի դառը պատմության հետքերով։ Ամեն օր այս ընտանիքի լույսը բացվում է նոր վախով, տանտերը դուռը չբացի ու դուրս հրավիրի։ Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող 43-ամյա Լուսինեն ամուսնու եւ 3 անչափահաս երեխաների հետ հայտնվել է անելանելի իրավիճակում։ Վախենալն ու մտածել է դա, որ ամեն վարքյան հենց հիմա կարող դուռը բացի ու ասելի մարդ եմ բերի։ Ու մենք չգիտենք ուր են գնալու։ Երիտասարդ այս զույգի դիմակայելու վճռականությունն ու հույս ներշնչող պահվածքն աչքի առաջ մեր մշտական գործընկերները կրկին օգնության շտապեցին։ Նրանք իրենց աջակցությունն առաջարկեցին եւ փորձեցին ամեն կերպ օժանդակել այս ընտանիքին։ Մեր նկարահանման օրը պարզ դարձավ, որ սրտացավ հեռուստադիտողներից ամեն մեկը իր կարեցածի չափ գումար էր ուղարկել։ Շատ զանգողներ են եղել։ Դաժե հիմա ներկապարգամ զանգողներ, գումար փոխանցումներ ներկապարգամ, հենց մեկը չեն դադարել։ Ամեն մեկը իր չափով, իր ձևով օգնություն է տրամադրում։ Եթերը հերարցակվելուց հետո ահագին զանգեր եղավ, զանգեցին, գումարներ փոխանցեցին, արդեն հավաքվել է որոշ չափով։ Շատ շնորհակալ եմ բոլորից, բոլոր ուղարկողներից, նայողներից։ Սակայն սա նրանց միակ խնդիրը չէ, նախորդ անգամ պատմել էինք, որ ընտանիքի միջնեկ որդին 3-ամյա Նաիրին չի կարողանում քայլել։ Երեխային չվիրահատելու դեպքում սպառնում էր հաշմանդամի սայլակին մնալու ճակատագիրը, սակայն ճակատագիրն, ինչպես ասում են, այս հարցում էլ երես չթեքեց այս ընտանիքից։ Անանուն մնալ ցանկացող բժշկական կենտրոններից մեկը պատրաստակամություն հայտնեց հետազոտել փոքրիկ Նաիրին։ Նշեցին, որ վերականգնողական բուժման անհրաժեշտություն կա, իսկ վիրահատական միջամտության անհրաժեշտություն դեռ չկա։ Դեռ առաջնային պետք է կոնսուլտացիա անցնի, նրանց հետո արդեն իրան կասեն երեխուն ինչա պետք, ինչ պետք է արվի, որպեսզի հաստատա ոտքի կանի։ Մոբայլ Center խանութ սրահի տնօրինության նվերը այս ընտանիքին հեռախոսներ են, իսկ դրանց հասցեատերերը այս անգամ տան մեծերն են։ Edit Print-ի գրքերն ու նկարազարդ տետրերը ամենաշատն էին ուրախացրել հետաքրքրասեր փոքրիկներին, շտապեցին ուսումնասիրել դրանք։ Այսօր ուրախ էին, տեսնելով այդ ամեն ինչը, ուրախ են։ Էկոկոմֆորտ ընկերությունը, որը շուկայում հայտնի է դռների, պատուհանների արտադրությամբ, այս ընտանիքին եւս միայնակ չթողեց։ Ընկերության ներկայացուցիչները անձամբ էին եկել ֆինանսապես աջակցելու ընտանիքին։ Էկոկոմֆորտ ընկերությունը իմանալով ձեր տան եւ երեխայի խնդիրների մասին պատրաստ է օգնել ձեզ գումարով, որ կարողանաք լուծել բոլոր խնդիրները։ Շատ շնորհակալ եմ ձեզանից եւ Էկոկոմֆորտ ընկերություն։ Լուսինե ջան, ցանկանում ենք միշտ լինեք առողջ։ Շատ շնորհակալություն։ Բազմոս գրուպը, ինչպես միշտ, էլի մեզ հետ էր։ Փափուկ ու շատ հարմարավետ բազմոս նվիրեցին ընտանիքին։ Սա առաջի անգամն է, որ դիմեցի ու որ այսքան օգնում են։ Նախորդ անգամ Լուսինեն պատմել էր, որ երեխաները մահճակալ չունենալու պատճառով ստիպված կոտրված մահճակալին էին քնում։ Արգավանդ AM-ի ուղարկած բազկաթոռը կծառայի նաև մահճակալ Նաիրիի համար, ով հասցրեց արդեն հարմար տեղավորվել։ Կենցաղային պայմանների բարելավման հարցը եւս անտեսված չմնաց։ Շնորհակալ եմ սաղից, ցանկացած այն մարդուց, թեկուզ են 10 դամիր, թեկուզ են մի հատ, թեկուզ ապրես գրողից, ամեն չնչին բանից, շատ շնորհակալ եմ սաղից։ Նախորդ անգամ տեղեկացրել էինք, որ չնայած Լուսինեն ծնկներով կամ հենակներով է քայլում, սակայն չի զլանում ոչ մի րոպե տան մաքրությունն ապահովել։ Ուստի բացի ֆինանսական աջակցությունից մեր մշտական գործընկեր Mr. Gin ընկերությունը տնտեսական ապրանքներ ու հիգիենայի պարագաներ էր ուղարկել Լուսինեի գործը թեթևացնելու համար։ Տեսնելով ամեն անգամ եթերները, ինչ որ չափով սպասում էի, բայց կոնկրետ ինչքան ոնց այդպես չի կարող ասել, էլի թե ինչքան։ Ամեն դեպքում շատ շնորհակալ եմ բոլորից։ Տոնական տրամադրությունը լրացրեց Ռուսկի բիսկվիտ ընկերության քաղցրահամ տեսականին։ Ուղարկել էր թխվածքաբլիթների տեսականի, իսկ Տավուշ Սվիթ ընկերությունը փախլավաների, գաթաների լայն ու հարուստ ընտրանի, որը տոնական տրամադրություն պարգևեց ընտանիքի սեղանին։ Հիմա ներկապարգամ 2-3 ամիս մենք ոչ մի բանի մասին չենք կարող մտածել, քանի որ ամեն ինչով օգնել են։ Ինչ պետք է մեր տան համար որ պիտի օգտագործենք տունը, ամեն ինչով օգնել են։ 2-3 ամիս ակաժներից հանգիստ կարան կապենք։ Լսելով պարտքերի մշտական բնակության վայր գտնելու երեխայի վիրահատության ծախսը հոգալ չկարողանալու մասին մեր մշտական բարերարները օգնության ձեռք մեկնեցին։ Ընդ որում ոչ միայն հայաստանաբնակները, այլև Սփյուռքի մեր հայրենակիցները, Ֆրանսիայում ու Բելգիայում ապրող Արայիկն ու Արսենը։
Ցուցաբերած դրամական աջակցությամբ օգնեցին Երևան City սուպերմարկետների ցանցը, ցանցերի աշխարհ ընկերությունը, Անտոշկա մանկապարտեզն ու Arix Group ընկերությունը։ Սննդամթերքի խնդիրը լուծեցին մեր մշտական գործընկերները։ Sunfood ընկերությունը բացի սեփական արտադրանքի խմորիչներից, սփրեդից, յուղերից ուղարկել էր նաև իր նոր տեսականուց մայոնեզ ու կետչուպ։ Նաև տնտեսական ապրանքներ են ուղարկել, հովանավորներ կան, որ նաև սնունդ ամեն ինչ ուղարկել են, իրանց է շատ շնորհակալ եմ ամեն այն մի փոքրիկ բանի համար։ Համեղ ու բարձրորակ պահածոների, մուրաբաների ու կոմպոտների մեծ տեսականին ապահովել էր Իջևանի գինու կոնյակի գործարանը։ Արզնի հոլդինգի ղեկավարությունը ֆինանսական աջակցությունից զատ բազմանդամ ընտանիքին ուղարկել էր նաև իր ընկերության արտադրանքը, որը հատկապես փոքրիկներին է անհրաժեշտ։ Իսկ Նարինե մածուն ընկերությունն էլ միանալով աջակցության ձեռնարկին ուղարկել էր նրբահամ մածուններ, որոնց համից երկու տղաները պարզապես չէին կշտանում։ Արաքս թռչնաֆաբրիկան էլ ապահովեց ընտանիքի մսամթերքի պաշարը։ Սառեցված մսամթերք էին իրենց հետ բերել՝ հավի կոտլետներ, նրբերշիկներ, ձողիկներ։ Վարդան ջան, Արաքս թռչնաֆաբրիկան ձեզ եւ ձեր ընտանիքին քաջ առողջություն մաղթելով ձեզ ուղարկել է թռչնամսի լայն տեսականի եւ տեղական համեղ կիսաֆաբրիկատներ։ Հուսամ կհավանեք։ Ամեն ինչ բարեհաջող տեղ հասցրեցինք բեռնափոխադրում իրականացնող Լեգարա ընկերության շնորհիվ։ Հիմա պիտի անեցանով այդ մեկը ձերքը սարքեմ։ Մեկից վրա չնստեմ, չսպասեմ, որ իշու մեկը նույնիսկ պիտի ինձ հաց բերի։ Այդ հացը ես արդեն ուրիշին օգնեմ։ Ես արդեն ուրիշին կանեմ տրամադրեմ այդ հացը ու ինքն էլ իզ նման ոտի կան, իզ նման փոսն չլինի։ Դրա համար ես պիտի հետ չնայեմ, առաջ նայեմ, որ տվան մարդկանց արածը ապացուցեն, որ անտեղի չի եղել։ Ապացուցեն, որ էդի ես կանեմ դաժե ինձանից հետ կայնացնեն, օգնեմ, որ ինձ նման կան առաջ։ Այս ընտանիքում հույսը կարծես մարում էր։ Մինչև այն պահը, երբ մարդկային վերաբերմունքը եկավ փոխարինելու անտարբերությանը։ Այսօր նրանք այլևս միայնակ չեն, այս պատմությունը դիպավ մարդկանց սրտերին, եւ նրանք օգնության ձեռք մեկնեցին այն պահին, երբ թվում էր պարզապես ելք չկա։ Այս փոքրիկ տան մեջ, որտեղ դեռ 3 տիրում էր անորոշությունն ու վախը, այսօր արդեն կա ամենակարևորը՝ հավատը, որ վաղը կարող է ել ավելի լավ լինել։ Իսկ բարեգործությունը աստվածահաճո է, բումերանգը տիեզերական օրենք։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։